վերաբերվում է դեռևս օկտեմբերի վերջ վերանայման դիմումից կամ վերանայման դիմումով ներկայացված միջնորդությանը, այլ դեկտեմբերի 15-ին ներկայացված միջնորդությանը, որով խնդրել էի բարձրաբանել դիմողի իրավունքի պարտականությունները, դատական գործողությունների կատարելու կամ չկատարելու հետևանքները, հատկապես կանխատեսելիության, իրավունքների իրացման պատշաճ հնարավորություն ստանալու նպատակով։ Ու հատկապես առավել հրակապ բարձրագույն դատական խորհրդին խնդրել էի, հիմա այդ պահանջում եմ, որպեսզի պարզաբանվի, թե արդյոք ըստ ԲԴԽ-ի այս պահին գործում են իմ դեպքում դատավորի կարգավիճակից բխող սահմանափակումները, թե ոչ, արդյոք գործում են սահմանափակումներ, այդ թվում նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ կապված։ Բազմաթիվ գործերով տարբեր անձանց են ներկայացնում, այս պահին զրկված են այդ հնարավորությունից, պայմանագրային և հաստատանի պարտականությունների կատարելու հնարավորությունից, հետևաբար խնդրում եմ հենց այս փուլում պարզաբանել և դա որևէ կերպ չի կարող հակասել մեր հարգարժան գործընկերոջ ներկայացած միջնորդության քննարկմանը։ Այս բանը շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, գրավոր փաստաթուղթը ներկայացրել եք, հիմա ունեք են ինչ-որ ներկայացրել եք աշխատանքները։ Գրավոր փաստաթուղթ մենք նշեմ, որ ներկայացրել է դեռևս դեկտեմբերի 15-ին։ Դեկտեմբերի 15-ին ներկայացրել էի գրավոր միջնորդություն, info.am էլեկտրոնային փոստով, իմ կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։ Ուրբաթ օրը ամսքանիսն էր, 19-ն է ենթադրում։ Չէ, ներողություն, խոսքը վերաբերվում է, կարծեք թե ասացի քիչ առաջ մուտքագրել եք, ես քիչ առաջ հիշեցում եմ մուտքագրել, նաև նշեմ, որ ուրբաթ օրը ծանոթանալով պարզել եմ, որ իմ միջնորդությունը ԲԴԽ-ին հաստիագրված, հատուկ նշումով, որ ԲԴԽ-ին հաստիագրել են, մանկագրվել է դեպարտամենտի աշխատակիցներից մեկին։ Ենթադրում եմ, նա վերջինս պետք է պատասխաներ, թե չգիտեմ ով պետք է պատասխաներ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացակարգերով եթե ընդունեք, թե ԲԴԽ-ն որպես դատան է հանդես գալիս, ապա ոչ այլ ոք քան ԲԴԽ-ը չի կարող իմ դիմումին պատասխանել։ Ես հետևաբար միջնորդությունս նաև ես համատեքստում կրկին պնդում եմ, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն, ինչ վերաբերում է դեպարտամենտի անջատեք, դա ձեր խոսքը։ Ինչ վերաբերում է դեպարտամենտի որևէ ներկայացուցիչ չի նախադրված լինելու, դա որևէ ոչինչ չի, ձեր դիմումին համապատասխան ընթացք տալու համար, առավել ևս որ դուք գործի նյութերի երբ որ ծանոթացել եք, տեսել եք, որ այն դեպքում է գործի նյութերում, ճիշտ է բանը։ Այո, ճիշտ է, պարոն Աթաբեկյան, ես գրավոր հարցում եմ այն դատավոր Ստեփանյանին, իր վարորդի նյութերին ծանոթանալու խնդրանքով, Արկուս Ստեփանյանի մասն է խոսքը, դատավոր նշեցի, դուք վերջերս դադարեցել եք նրա լիազորությունները, ես պարզեցի, որ նա համանման միջնորդություն ավելի վաղ ներկայացրել է բարձրագույն դատական խորհրդին, սակայն այդ դիմումը գործի նյութերին չի գծվել, Ստեփանյան Արտուրը հարցում է կատարել ԲԴԽ-ին, թե ինչ պատճառով այդ դիմումը չի գծվել, նրան պատասխանել է կարող է ծանոթանալ դատական նիստի իր վերաբերյալ գործով առաջին դատական նիստի արձանագրությանը։ Այդ արձանագրությունն էլ նայեցի մի քանի անգամ, եւ թե նշված րոպեներում, եւ թե ամբողջ դատական նիստի ընթացքում որևէ պարզաբանում այս համանման միջնորդությունը չէր ստացվել։ Սա է։ Իսկ ինչ վերաբերում է իմ միջնորդությանը, որ ասել ի տարբերություն Ստեփանյան Արտուրի, իմ միջնորդությունը կցվել է գործի նյութերում է։ Բայց ինչ են խոսում Ստեփանյան Արտուրի գործի վերաբերյալ։ Դուք ստացել եք, եւ որ ստացել եք, դա ձեր որոշումն է եղել եւ Արտուր Ստեփանյանի որոշումն է եղել։ Այդ ստացված փաստաթղթերը ձեզ տրամադրել թե չտրամադրել, տրամադրելը դա ձեր խնդիրն է։ Ուսումնասիրել եք, ինչ հետևության որ հանգել եք, դա էլ է ձեր խնդիրը, ամենայն դեպս դուք կորոշեք, թե դա հետագայում ըստ անհրաժեշտության դա ինչ ձևով կօգտագործել։ Հիմա մենք խոսում ենք ձեր գործի մասին, ձեր գործում առկա փաստաթղթերը եւ նաեւ պայմանավորվում եք այլ գործերով օրինակներ չներկայացնել, եթե դա անհրաժեշտությունը չլինի հատուկ։ Հիմա ունենք
Փաստաթուղթը ձեր կողմից ներկայացված տվյալ գործին դրա պատասխանը կստանաք, թե Արթուր Ստեփանյանի գործի հետ փաստաթուղթը գործում առկա է, թե գործում առկա չէ, թե ինչ ձևով պատասխան տվել, մենք ստեղ այդ հարցը չենք քննարկում։ Ընդհանրապես դուք կարող եք ձեր ունեցած տեղեկատվությունների արդյունքում որոշակի հետևություններ անել եւ այստեղ ձեր դիրքորոշումը ներկայացնել այդ հետևությունների արդյունքներով։ Դա համարություն։ Որովհետեւ հիմա որ դուք ասում եք, եթե ինչ-որ բան այնպես ստացվի, որ մենք չհամաձայնենք ձեր ասածի հետ, մենք այստեղ կստացվի, որ քննարկում ենք, թե գործունես փաստաթուղթը կա, թե չկա, թե որովին ինչ պատասխան է տրվել, պատասխան տալու արդյունքում Արթուր Ստեփանյանը ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ այս գործով որևէ ձևով չի կարող էականնշանակություն ունենալ։ Ես ուղղակի որպես օրինակ, որպես իրավական փաստարկ մատնանշեցի եւ իմ մտավախությունները հայտնեցի Բարձրագույն դատական խորհրդին։ Ես ձեզ հասկացա, որոշ իրավական փաստարկ չի, բայց ամեն դեպքում ձեր փաստարկը ձեզ հնարավորություն տրվեց բարձրաձայնեք ինչեր է իմ մտավախությունները նայել կոնկրետ ես ասում կապված են իմ փաստաբանական գործունեության հետ, որ ես ակնկալում եմ մինչև այս գործի ավարտը, մինչև նույն որոշումը կայացնելը կամ ցանկացած որոշում կայացնելը ստանում եմ իրավունքների բարձրաբանում։ Շնորհակալություն, ձեր իրավունքների բարձրաբանում, ինչպես դուք ասացիք, մինչև գործի ավարտը կստանաք, հիմա Ենք ընդունելով այն հանգամանքը, որ նախարարի կամ հանձնարարության տեղակալական նախարար չեն ներկայացել դատական նիստին, ենք ընդունելով դատական նիստի 151-րդ հոդվածն է, 97-րդ հոդվածը, որը որոշում է, որ գործունեությունը կհետաձգի, ձեր իրավունքների պարտականությունների վերաբերյալ պարզաբանումը անպայմանորեն ձեր դիմումի պատասխանը դուք կստանաք, ոչ թե գրավոր, այլ միգուցե բանավոր, ամեն դեպքում դուք կստանաք, ընդորում հաջորդ դատական նիստին, մենք նաև հենց դրանով կսկսենք, կողմերը ներկա կլինեն, ըստ էության քննությունը երբ որ իրականացվի, դուք ձեր դիմումի համապատասխան պարզաբանում կստանաք։ Հաջորդ դատական նիստը սույն գործով տեղի կունենա 2025 թվականի ներողություն, 2026 թվականի հունվարի 13-ին ժամը 11:00-ին նույն վայրում երևի թե խոչընդոտներ չկան։